Ողջույն բոլորին, հուսամ բոլորդ լավ եք։ Այսօր ժողովրդյան կներկայացնեմ 2026 թվականի համար կանխատեսում բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են վիշապի տարում։ Ովքեր են այդ մարդիկ։ Նրանք են, ովքեր ծնվել են 1928, 1940, 1952, 1964, 1976, 88, 2000 և 2012 թվականներին։ Միասին կհասկանանք, թե ինչպիսին կլինի տարին բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են վիշապի տարում, ինչպիսին են ֆինանսները, կարիերան, ինչպիսին կլինի հարաբերությունները և իհարկե ամենակարևոր մասը՝ առողջությունը։ Մինչ առաջ անցնել եմ, եթե առաջին անգամ եք միանում իմ YouTube-յան ալիքին, կամ ընդհանրապես առաջին անգամ է այս վիդեոն հայտնվել ձեր լիստում, նախ չմոռանաք լայքել, բաժանորդագրվել և կիսվել այս նյութով ձեր մտերիմների հետ, որովհետև սա բացառիկ ինֆորմացիա է, այն ինչ ես տրամադրում եմ, դա վերաբերվում է չինական մետաֆիզիկային և հիմքում իմ գիտելիքներն են չինական մետաֆիզիկայի, որը ես ստացել եմ Մալազիայի Կուալա Լումպուր քաղաքում գտնվող Ջոյապ ակադեմիայում։ Ես հանդիսանում եմ սերտիֆիկացված մաստեր չինական մետաֆիզիկայի և թվագիտության, հանդիսանում եմ մենթոր, անձնային աճի մարզիչ, բիզնես խորհրդատու և իհարկե խոսնակ։ Ես Արմենն եմ Սեթաղյան, իդեպ մոռացա սա նշեմ, ամեն դեպքում, եթե կուզենաք ավելի մանրամասն ինֆորմացիա իմ մասին, կարող եք անցնել իմ կայք armensethagyan.com կամ հետևել ինձ Instagram-ում, Facebook-ում կամ էլ ինչու՞ չէ նաև LinkedIn-ում։ Հիմա մեկ կարևոր պայման պետք է հիշել, որ ըստ չինական օրացույցի նոր տարին սկսում է փետրվարի 4-ից, ավելի կոնկրետ էներգիաները փոխվում են հենց փետրվարի 4-ից, և եթե դուք ծնվել եք մինչև փետրվարի 4-ը, ապա ձեր ծննդյան տարին, կենդանակերպը տարվա, դա նախորդ տարվա կենդանակերպն է։ Սա պետք է ի նկատի ունենանք։ Եթե ուզում եք ավելի մանրամասն ինֆորմացիա ձեր անձնային էներգիաների մասին, օրինակ, որ կենդանակերպի տարում եք դուք ծնվել, որ կենդանակերպի ամսին, օրը կամ ժամին, ապա սկանավորեք այս QR կոդը, այնուհետև կբացվի նման պատուհան, որտեղ պետք է լրացնեք ձեր ծննդյան տվյալները, ծննդյան ժամը, եթե գիտեք, եթե ոչ, բաց եք թողնում ուղղակի, ընտրում եք սեռը և սեղմում հաշվել։ Դրանից հետո կբացվի նման պատուհան, սա արդեն ձեր բազի քարտն է, որտեղ ներկայացված են ձեր ծննդյան տարին, աջ կողմի առաջին սյունը դա ծննդյան տարին է, այնուհետև ծննդյան ամիսը, օրը և ժամը, եթե գիտեք լրացրել եք, ապա այս սյունը նույնպես ցույց կտա էներգիաները, իսկ եթե ոչ, ուրեմն կլինի դատարկ։ Ամեն դեպքում հիմա կարևոր է իմանալ, թե որ կենդանակերպի տարում եք ծնվել, իսկ դա ներկայացվում է այս հատվածում, որը նշել եմ ես կարմիր օղակի մեջ եմ վերցրել, այստեղ ներկայացված է ձեր ծննդյան տարին։ Ընդհանրապես, եթե կուզենաք ավելի մանրամասն ինֆորմացիա, ինչ է սա նշանակում, այս հիերոգլիֆները ինչի մասին են, ընդհանրապես ինչու են սրանք տարբեր գույներով և ինչ նշանակություն ունեն, կարճ ասեմ, բազին դա ուրեմն չինական մետաֆիզիկայի ուղղություններից է և իրենից ներկայացնում է անձի դիագնոստիկ համակարգ, ավելի կոնկրետ մենք սրանով կարող ենք կատարել շատ խորը վերլուծություններ, հասկանալ անձի հաջողությունը, հասկանալ թե ինչ հնարավորություններ ունի անձը, ինչպիսի տասնամյակում է գտնվում, ինչպիսին են տասնամյակի ուրեմն խաղի կանոնները, որտեղ են հաջողությունները, որտեղ են խնդիրները, ինչ անել հասնել հաջողության, ինչ չանել, որպեսզի չբախվենք խնդիրների, մի խոսքով բավականին հետաքրքիր և շատ խորը ինֆորմացիա կարող է տալ բազին կարող է լուծել շատ խնդիրներ և բազիի իմացությունը կարող է ձեր առաջ բացել նոր հնարավորություններ և ինչու՞ չէ նաև նոր ձեռքբերումներ, բազիի օգնությամբ։ Ես ինքս բազին շատ եմ սիրում, որովհետև չինական մետաֆիզիկայի ուսումնասիրությունը ես սկսել եմ բազիից, այնուհետև անցել եմ ֆենշու, ցիմեն, բայց բազին դա հիմքն է և շատ շուտով ես նաև վիդեոներ կտեղադրեմ YouTube-յան ալիքում բազիի մասին, չնայած որ իմ սոցիալական էջերում Instagram, Facebook բավականին շատ ինֆորմացիա կա բազիի մասին, եթե կհետաքրքրի ձեզ, անցեք և կարդացեք։ Այս վիդեոյի նկարագրության մեջ բոլոր հղումները դրված են և Instagram-ի, և Facebook-ի, և կայքի։ Հիմա հույսով եմ դուք արդեն իմացաք, որ կենդանակերպի տարում եք ծնվել, եթե մինչ այժմ չգիտեիք, իսկ մնացած բոլոր կենդանակերպերի մասին կարող եք նայել մնացած վիդեոներում, այսօր խոսում ենք միայն վիշապի տարում ծնվածների մասին։
Հիմա նայենք ինչ աստղեր կան 2026-ին բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են վիշապի տարում։ Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ հիանալի դրական էներգիաներ, հիանալի դրական աստղեր ունենք 2026-ի համար։ Ունենք երկնային օգնական աստղը կամ էներգիան, որը բերում է օգնություն, որը լուծում է տարբեր տեսակի հարցեր, որը բերում է նոր օգնող մարդկանց, հիմնականում այս աստղը խնդիրների լուծմանն է վերաբերվում։ Եթե դուք ունեիք մինչ այժմ խնդիրներ, որոնք ինչ-որ մի ձև չէին լուծվում, ապա իմացեք, որ տարվա ընթացքում դրանք իրենց լուծումը կգտնեն։ Մյուսը դա եւս օգնության էներգիա, հա, աստղն է, որը եւս օգնության մասին է։ Իդեպ երկու օգնության էներգիա տարվա մեջ դա արդեն մեծ հնարավորություն է տարին դարձնել լավագույնը ձեզ համար ցանկացած հարց դուք կարող եք լուծել շատ արագ ցանկացած հարցի լուծման համար կհայտնվի մարդ, ով որ կառաջարկի հա լուծման տարբերակ եւ օգնություն կառաջարկի։ Իսկ ինչ է պետք դրա համար անել։ Պետք է լինել բաց նոր առաջարկներին, պետք է շատ շփվել մաքսիմալ եւ պետք է խնդրել օգնություն։ Սա լավագույն տարիներից է, երբ դուք կարող եք խնդրել օգնություն եւ ակնկալել համապատասխան օժանդակություն ձեր սոցիումից, ձեր շրջապատի մարդկանցից։ Մյուսը դա 8 աթոռն է, հա, մի փոքր կարող է տարօրինակ թվալ անվանումները, սրանք ուղղակի թարգմանություններ են չինարենից, սա բերում է կայուն աճ, հա, նաև տեսանելիությունն է բարձրացնում, ձեր գրավչությունն է բարձրացնում, որը բավականին դրական է, հա, քանի որ դուք սոցիումում ավելի նկատելի եք դառնում 8 աթոռ էներգիայի շնորհիվ եւ կարողանում եք ավելի արագ ուրեմն բարձրաձայնել ձեր խնդիրները եւ ստանալ համապատասխան օգնություն։ Ֆենիքսի սրահը բերում է ճանաչում, Ֆենիքսի սրահը բերում է ուրեմն եւս գրավչության ավելացման մասին է, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ 2026-ին ձեր գրավչությունը բավականին բարձր է, դուք ավելի տեսանելի, ավելի նկատելի եք դառնում սոցիումում եւ համապատասխանաբար կարող եք խնդրել օգնություն եւ ստանալ օժանդակություն։ Հիմա նրանք, ովքեր աշխատում են կազմակերպություններում, սա լավագույն տարին է առաջ խաղացում գրանցելու համար։ Փորձեք ավելի շատ կիսվեք ձեր կատարած աշխատանքով, փորձեք մի փոքր ավելի ճիշտ ձևով ներկայացնեք ձեր կատարած աշխատանքը եւ դրա դիմաց դուք կստանաք համապատասխան օժանդակություն եւ ինչու՞ չէ նաեւ առաջ խաղացում ձեր կարիերայում։ Նույնը վերաբերում է նաեւ բիզնեսի սեփականատերերին, փորձեք մի փոքր ավելի ուշադրություն դարձնել ձեր մարքեթինգի վրա, ձեր սոցիալական հարթակների ակտիվության ուշադրություն դարձրեք եւ եթե դեռ մինչեւ հիմա չունեք սոցիալական հարթակներում ներկայացված չի ձեր բիզնեսը, ապա այս տարին հենց ճիշտ ժամանակն է դա անելու, որովհետև սոցիալական հարթակներում դուք շատ արագ կունենաք ճանաչում եւ ինչու՞ չէ նաեւ օգնություն։ Հիմա եկեք անցնենք բացասական էներգիաներին, ինչպես միշտ Ինյանի օրենքը գործում է, այսինքն դրականի եւ բացասականի առկայությունը միշտ կա, ու մենք պետք է նաեւ իմանանք, թե ինչ բացասական աստղեր ունենք 2026 թվականի ընթացքում։ Ուրեմն ունենք հովազի պոչ, հա, շատ հետաքրքիր բացասական էներգիա է, սա էմոցիոնալ դեպրեսիաներին է վերաբերվում, նաև սովորաբար սա բերում է այնպիսի երևույթ է, երբ որ մարդը, այսպես ասած, ավելի շատ է հակված լինում վիրավորել իր շրջապատի մարդկանց։ Բնականաբար ստեղ պետք է մի փոքր ուշադիր լինենք, այսինքն չգնանք նման քայլի, որովհետև դա իր հերթին կբերի բացասական հետևանքներ։ Մյուսը ուրեմն լուսնային շան է։ Լուսնային շան վերաբերվում է թաքնված խնդիրներին, հա։ Մի բան, որից մենք տեղյակ չենք, մի բան, որը հանկարծակի կարող է իր հետ գալ ու դա կարող է մեզ զարմացնել, հա, սпасելի ինչ-որ մի բան, բայց սա հիմնականում կապված է գիտելիքի պակասության հետ, այսինքն ինֆորմացիայի պակասի հետևանքով մենք ունենանք խնդիր։ Ինչ պետք է անել։ Պետք է ցանկացած իրավիճակում շատ մանրամասն ուսումնասիրություն կատարել, այսինքն հասկանալ, թե ուրեմն տվյալ խնդիրի հիմնային պատճառը պետք է գտնենք ավելի կոնկրետ, նոր դրան համապատասխան կատարենք որոշակի գործողություններ, հա, ու չպետք է շտապենք, սա կարևոր է։ Ունենք միայնություն էներգիան կամ աստղը, միայնություն էներգիան դա հենց միայնությանն է վերաբերվում, այսինքն սա այն իրավիճակներ ավելի շատ էմոցիոնալ, երբ որ անձին թվում է, որ իրեն չեն հասկանում, որ ինքը
գնահատված չէ, որ իր մտքերը, իր իդեաները, իր ուրեմն էմոցիաները ոչ մեկ չի կիսում, շրջապատում ու դրա հետևանքով անձը կարող է գնալ մեկուսացման, հա։ Փորձեք խուսափել սրանից, իրականում դա ներքին զգացողություն է, էմոցիոնալ, որը կարող է տարվա ընթացքում առաջանալ, փորձեք անտեսել ու շփվեք մարդկանց հետ, եղեք ավելի բաց, որովհետև հնարավորությունները տարվա ընթացքում կան, դրանք դրսից են, սոցիումից են, դրա համար պետք է լինեք ավելի շփվող, նոր ծանոթություններ եւ ավելի ակտիվ լինեք։ Մյուսը դա այրունոտ դանակն է։ Այրունոտ դանակի դեպքում մենք ունենում ենք խնդիրներ վնասվելու հավանականությունն է մեծանում, սուր կտրող ծակող գործիքների հետ աշխատելիս եղեք մի փոքր ավելի ուշադիր, եթե ձեր աշխատանքը կապված է նման գործիքների հետ, ապա դուք պետք է մի փոքր ավելի ուշադիր լինեք, որպեսզի ինքներդ ձեզ չվնասեք կամ ինչ-որ մեկը չվնասի ձեզ։ Սա կարևոր է։ Հիմա հիշեցնեմ, որ 2026 թվականի համար առաջին անգամ հայերենով ունենք տպագրված չինական թոնգշո հորացույց։ Ովքեր չգիտեն ինչ է չինական թոնգշո հորացույցը, արագ ներկայացնեմ։ Չինական թոնգշո հորացույցը ունի ավելի քան 10,000 տարվա պատմություն իրականում եւ լայն կիրառում ունի արևելքում։ Սա պարզապես հորացույց չէ, այստեղ ներկայացված են բոլոր օրերի նկարագրությունները, հա, իրենց իմաստով, ինչ օր է, ինչի համար կարելի է օգտագործել, ինչն է բարենպաստ տվյալ օրը անել, ինչը անբարենպաստ է տվյալ օրվա համար։ Պլյուս դրան մենք ունենք յուրաքանչյուր օրվա նաև կենդանակերպի նշանները եւ մանիֆեստացիայի ուղղությունները ըստ էներգիաների փոփոխության ու նաև ունենք մի քանի բանաձևեր, որոնց օգնությամբ դուք կարող եք ինքնուրույն ընտրել արդեն հետևելով իմ ուրեմն ուղեցույցին, թե ինչպես ընտրել ձեր համար անհատական դրական օրերը եւ ինչպես խուսափել բացասական օրերից։ Ընդհանուր առմամբ ինչի համար է այս օրացույցը։ Այս օրացույցը անհրաժեշտ է բոլորին, անկախ նրանից դուք ինչով եք զբաղվում, աշխատում եք կազմակերպությունում, ուսանող եք, բիզնեսով եք զբաղվում եւ այլն, որովհետեւ չինական մետաֆիզիկայի դուք եթե կատարում եք ճիշտ գործողություն ճիշտ ժամանակին, իսկ դա ավելի կոնկրետ, հա, ճիշտ օրը ուրեմն համապատասխան գործողություն կատարելն է, օրինակ եթե օրը անբարենպաստ է եւ դուք բացում եք բիզնես, ապա ձեր բիզնեսի հավանականությունը, որ ձեր բիզնեսը կունենա հաջողություն, արդեն քչանում է, հա։ Իսկ եթե դուք բացում եք ձեր բիզնեսը դրական օրով, հա, դրական էներգիաներով, ապա դա կունենա հաջողություն, կամ եթե սկսում եք ճանապարհորդություն, կամ ամուսնանում եք, նշանադրություն, կարևոր իրադարձություններ կյանքի, որոնց համար իրոք շատ կարևոր է ընտրել դրական օրեր։ Այս օրացույցը կօգնի ձեզ, հա, կօգնի բավականին ու մի բան էլ ասեմ, որ եթե դուք հետևում եք, հա, էներգիաների շարժին, օրերին, հա, կարևոր օրեր, իրադարձություններ, կարևոր իրադարձություններ ձեր կյանքում, ընտրում եք կարևոր օրեր, դրական օրերին, այսպես ասած, դուք կուտակում եք դրական ցի էներգիա, որը ձեր կյանք բերում է միմիայն դրական իրադարձություններ։ Սրան պետք է հետևել, սրա մասին պետք է արդեն իմանալ ու օգտագործել սա։ Իսկ հիմա դուք ունեք այդ հնարավորությունը։ Եթե կուզենաք ձեռք բերել, գրեք մեկնաբանություններում ուրեմն օրացույց բառը, ես կուղարկեմ մանրամասները, իսկ ավելի արագ կարող եք ուղղակի անցնել իմ կայք armensetagyan.com եւ անմիջապես պատվիրել on-line, հա, ու դուք ստանալու եք post-ով, անկախ նրանից որտեղ եք ապրում, կապ չունի Հայաստանում, թե Հայաստանից դուրս, ստանալու եք post-ով։ Այսքան օրացույցի մասին եւ եւս մեկ հիշեցում, եթե դեռ չեք բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակ, կիսվեք ձեր շրջապատում, որպեսզի այս վիդեոն շատ տարածում ստանա եւ իմ YouTube-յան ալիքը արագ սկսի աճել ու ես էլ ավելի շատ ոգևորվեմ դրանից ու նկարեմ շատ վիդեոներ։ Հիմա եկեք անցնենք ֆինանսներին։ Ինչպիսին կլինի ֆինանսները բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են վիշապի տարում։ Ֆինանսական հեռանկարը այս տարի բավականին խոստումնալից է թվում, ուստի առավելագույնս օգտվեք դրանից, զգոն լինելով հնարավորությունների նկատմամբ, հա։ Նախքան որևէ կարևոր ֆինանսական որոշում կայացնելը, դիմեք վստահելի ֆինանսական խորհրդատուների կամ փորձառու
ինչ որ մեկին, ընտանիքի անդամ կամ շրջապատից ինչ որ մեկին վերցրեք այդ խորհրդատվությունը, այնուհետև անցեք առաջ։ Ընդհանուր առմամբ ֆինանսները բավականին լավն են եւ ես խորհուրդ կտայի, որ ներդրումներով զբաղվեք եւ ինչու՞ չէ նաեւ կարող եք ձեր սեփական բիզնեսը, հա, հիմնել։ Կարիերան այս տարի մի փոքր անհարթ կարող է թվալ անսպասելի խոչընդոտներով, որոնք կփորձարկեն ձեր դիմացկունությունը, ինչու՞ չէ նաև համբերությունը, կրիզիսային իրավիճակներում, թե ինչպես եք ձեզ պահում, այնուամենայնիվ կհայտնվեն օգտակար մարդիկ, հա, որտեղ կան աստղեր, որոնք ձեզ ցանկացած իրավիճակից կհանեն, դրա համար պետք է լինել բաց առաջարկներին եւ մաքսիմալ շփվել։ Ինչու՞ չէ, նաեւ խնդրել օգնություն։ Սա կարևոր է։ Իսկ եթե դուք ուզում եք, որ տարին դարձնեք առավելագույնս լավը, ընդհանրապես բարձրացնեք ձեր հաջողությունը, լուծեք շատ խնդիրներ, հա, այստեղ ձեզ կօգնեն մետաֆիզիկական ակտիվացիաները։ Ինչ են մետաֆիզիկական ակտիվացիաները? Դրանք գործողությունները, որոնք դուք կարող եք անել ամենօրյա ռեժիմով եւ ստանալ հիանալի արդյունքներ։ Սրանք ունեն հազարամյակների պատմություն եւ բազմիցս ուրեմն ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Մանրամասների համար կարող եք սկանանել այս QR կոդը կամ ուղղակի գրել մեկնաբանություններում մետա բառը, ես կուղարկեմ մանրամասները, սա ուրեմն ամսական բաժանորդագրությունով է աշխատում, բաժանորդագրվում եք ամսական եւ ամեն օր ստանում մետաֆիզիկական ամենաուժեղ ակտիվացիաները։ Հիմա եկեք անցնենք հարաբերություններին։ Այս տարի վիշապի տարում ծնվածների համար բավականին հետաքրքիր են հարաբերությունները, քանի որ էներգիաները բավականին լավն են եւ ձեր հարաբերությունները ավելի դրական են, հա, միտումը ավելի դրական է։ Նրանք, ովքեր արդեն գտել են իրենց երկրորդ կեսին, այսինքն դեռ չեք ամուսնացել, ապա հիանալի ժամանակ է ամուսնության համար, իսկ նրանք, ովքեր դեռ փնտրում են, տարին տալիս է հնարավորություն, մեծ հնարավորություններ գտնել ձեր կյանքի երկրորդ կեսին։ Առողջության հետ կապված առողջության ոլորտը, այսպես ասած, մի փոքր ճնշման տակ է, անբարենպաստ աստղերի ազդեցություն ունենք, իսկ առողջության մասով սա ավելի շատ հոգեբանական, հա, ավելի շատ ընկճվածության, էմոցիոնալ դաշտի խանգարումներն են այստեղ խոսում։ Ես ավելի շատ ուշադրություն կուզեի, որ դուք դարձնեք սրա վրա ձեր էմոցիոնալ դաշտին, որովհետև ունենք աստղեր, որոնք անմիջապես ազդում են ձեր էմոցիաների վրա, հոգեբանական վիճակի վրա։ Լավ կլինի ավելի շատ ժամանակ անցկացնեք մտերիմների հետ, հա, փորձեք ավելի ուրախ միջավայրում գտնվել եւ մի փոքր անտեսել ներքին զգացողությունները, էմոցիոնալ, որոնք դուք կարող եք ունենալ, որտեղ դրանք կարող են խաբել ձեզ, այսինքն դուք իրականությունը ճիշտ կարող է չընկալեք, հա, այն ինչ որ տեղի է ունենում ձեր շրջապատում, դա կարող է խաբել ձեզ, հա, այսինքն ձեր ընկալումը ճիշտ չլինի ու դրա հիման վրա դուք որոշակի գործողությունների գնաք կամ որոշակի ուրեմն որոշումներ ընդունեք, որը սխալ կլինի, հա, փորձեք սրան ավելի շատ ուշադրություն դարձնել տարվա ընթացքում։ Իսկ եթե դուք ուզում եք ավելի մանրամասն ինֆորմացիա տարվա մասին, ընդհանրապես մենք ունենք բաձիում շատ էներգիաներ, ինչպես տեսակ, եւ ինձ թվում է արդեն ծանոթացել եք, որ ձեր բաձիում դուք ունեք ոչ միայն մեկ կենդանակերպ, այսինքն ոչ միայն տարվա կենդանակերպն է, այլ ամսվա կենդանակերպը, օրվա եւ ժամի։ Ու դրա հետ միասին մենք ունենք այլ էներգիաներ, որոնք եւս փոխազդեցության մեջ են գտնվում ձեր տասնամյակի հետ, ձեր տարվա հետ եւ այլն։ Այս ամեն ինչի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք իմանալ դիմելով անհատական խորհրդատվության, մանրամասների համար սկանարեք այս QR կոդը կամ ուղղակի անցեք armensetakyan.com կայքը, ծառայություններ բաժինը եւ ծանոթացեք մանրամասներին։ Եթե կունենաք հարցեր գրեք, մեծ սիրով կպատասխանեմ, իսկ եթե կցանկանաք, հա, արդեն դիմել, ապա ուղղակի անցեք կայքով, բոլոր մանրամասները այնտեղ են, կարող եք կատարել վճարումը, այնուհետև արդեն ընտրել օրը անհատական խորհրդատվության եւ ուրեմն ստանալ մանրամասն խորհրդատվություն իմ կողմից, որովհետև տարվա խորհրդատվությունը նաեւ շատ կարեւոր է տարին նոր է սկսել, դուք կարող եք իմանալ թե տվյալ տարին, օրինակ 2026-ը անհատապես ձեզ համար ինչ նշանակություն ունի, ինչ է բերել, ինչ հնարավորություններ կան, որ ամսին ինչ կարող եք անել, ինչ նախաձեռնություն
արդյոք արժի օրինակ 2026-ին հիմնել բիզնես կամ տեղափոխվել մեկ այլ երկիր, միգրացիայի դիմել կամ, չգիտեմ, ամուսնանալ կամ մեկ այլ նախաձեռնություն, հա, որը ձեր համար կարևոր է տարվա ընթացքում իրականացնել, այս ամեն ինչի մասին դուք կարող եք իմանալ դիմելով անհատական խորհրդատվության։ Այսքանը, լավ եղեք, եթե կլինեն հարցեր գրեք, ես մեծ սիրով կպատասխանեմ եւ անպայման չմոռանաք բաժանորդագրվել եւ կիսվել այս վիդեոյով ձեր շրջապատի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք շուտով։